Goodbye, my love, goodbye. Goodbye and au revoir. As long as you remember me, I'll never be too far. Բարև ժողովուրդ, եթերում առաջին հետընտրականն է, ու այսօր ունենք երկու լավ նորություն։ Առաջինը, դուք այլևս ընտրազանգված չեք, վերադառնում եք սովորական կյանքին, դուք կրկին ազգաբնակչություն եք։ Եվ երկրորդը, Arm Comedy-ի ողջ թիմը մասնակցել է ընտրություններին ու շատ շուտով կտեսնեք մեր արկածները։ Դիտեք այսօրվանի մեջ։ Բեթմենը ընտրատեղամասերում, ապահովություն թե ահուսարսափ։ Ում մատները չուզեցին ճանաչել էլեկտրոնային սարքերը եւ ինչու։ Մեր թիմը Գալու Սահակյանի դպրոցում եւ ամենասիմպլ տեխնացուի հետ։ Հայաստանի տատիկ պապիկները պատրեցին իրենց դիմակը։ Եվ այսպես ազգային ժողովի ընտրություններ։ Arm Comedy-ն որպես հավատարմագրված ԶԼՄ անշուշտ մասնակցում էր։ Լսի, մենակ թե տներ ով էր մեր հետ եկել ափսոս դու չկաս գուշակի ով է։ Բեթմենը։ Որտեղից գիտես, Նարեկ։ Սա քաղաքը գիտի արդեն։ Լսի, բայց քեզ տենց էլ նույն սենյակում նույն պահին Բեթմենը չտեսա։ Ինչ պարտադիր է տեսնեիր։ Ես Գյումրիում եմ այդ օրը ամել։ Կարող է դու ես Բեթմենը։ Հələ։ Հա, չէ, դու Սուպերմենն ես։ I got nightmares in my head, I fear that the thoughts build up until I can't hear, that my mind fills up into a creature, and it haunts me somewhere much deeper. Anxiety, filling up every space, no privacy, and silently, it could build and build until you finally see, whoa, it's taking over. Մի կաշկանդվեք, լինեք դուք դիմադիր թե ընդդիմադիր, Բեթմենը բոլորին պատրաստ է լսել։ Ես թվում է ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Թվում է, հա, չեն այսօր արել։ Ընտրությունները նորմալ կարգով ընթանում է։ Չէ, լուրջ։ Լուրջ։ Ուզում ես հələ մի նկարի, լուրջ։ Լուրջ, որ կատակ չեն անում։ Մենք լսել ենք, որ ստեղ եղել է ծեծ եւ կռիվ։ Այդ բարձապե Դուք որպես դիտոր դա տեսել եք։ Շետես բան չի եղել, չի էլ կարա լինի։ Վիճաբանություն։ Բացարձակ։ Okay, հրմշտոց։ Բացարձակ։ Թարս հայացք եղել է։ Բացարձակ։ Թթու խոսք։ Չկա։ Ստեղ տինում է համերաշխությունը, արդարությունը եւ սերն ու միությունը։ Այդ ես եկա դրա համար, ես նկատի ունեմ միջև իմ գալը։ Քանի որ ոչինչ չէին խոստովանում, որոշեցի փորձել Բեթմենի հին հնարքներից մեկը՝ հանցագործին հանկարծակիի բերել։ Դակ ժողովուրդ, ժամանակը շատ սուղ է, միանգամից ուղղորդողներին ու լցոնողներին ցույց տվեք, նկարեն գնանք, էլի։ Ով է ուղղորդել ու խախտում արել։ Շատ վրազ ենք, էլի, ուղղակի միանգամից ցույց տվեք այդ կաշառք բաժանողին, ուղղորդողին նկարեն գնանք, էլի։ Ինձ ցույց կտակ ուղղորդողներին, ով է ուղղորդողը, մի հատ ձեռ բարձրացնեք, էլի։ Կոնկրետ միանգամից ուղղորդողին տեսնենք։ Դե չկա տեղամասին կից ուղղորդող, որ մարդկանց բերում է ասում է ստեղ։ Չկա։ Մարդիկ կամավոր գալիս են, չեք տեսնում։ Շատ անկազմակերպ։ Եթե կարելի է։ Մեզ ասին, որ ընտրատարածքում կա կոմունիստ։ Ու այո, ես չէի խափում։ Չափազանցնում էի։ Ոչ, ընտրատեղամասում իսկապես կար կենթանի կոմունիստ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեզ ասին, որ դուք կոմունիստ եք, ճիշտ է։ Հա։ Ու նորմալ է, շատ նորմալ է, պես չի։ Բայց ինչ է նորմալ այախմեն։ Ուզում եք հասկանանք։ Ապես դրամը չունես անում գլխից։ Չէ։ Հա, ջիպա։ Ինչ համար եք sense խոսում։ Ես չգիտեմ որտեղ։ Ախես գորրո։ Ես հուզված եմ, իսկ դուք։ Ես էլ։ Որտեղ կոմունիստները հաղթում են։ Ես գիտեմ։ Ապրես։ Իսկ ո՞նց է։ Լավ է։ Okay. Լավ։ Իսկ չեք կարծում, որ 70 տարի փորձելուց հետո կարելի է մի նոր թարմ բան փորձել։ Կարծում եք դա ակտուալ է մարքսիզմ։ Ախպեր։ Ֆելիքս Էդմունդովիչ Ձրժնսկոյ։ Վայ, որ ես սարև։
Ես ինչ ես գարկելու կազաններին արկե բերեվրես։ Լավ, իսկ հիմա կոնկրետ խախտումների վրա կենտրոնանանք։ Տղերք, էպիկական խախտում եմ նկարել, եթե ես եկավ YouTube, լրիվ ընտրության արդյունքները վերանայվում են։ Բաշո դիրնա ենք։ Տղեկ դրեք սա։ Ես իմ մտնեմ մեջ ես, գիտես չէ՞ որ ես կգա։ Հա, գիտեմ, ես բացեք տա, ես լցնում եմ, սա ես 10-ը լցնում եմ մեջ։ Մնացածը ճոմի մոտ է։ Այս 10-ը լավ դիտոս նայում։ Ես մեզ ան կարող։ Ապա նկարում ես։ Ապա մի նկարում։ Չտեսար որ սելֆի կամերայով ես նկարում։ Չէի նկատել։ Նկարելուց չէ դու որ դեմքը տա մեջը քո դեմքն է։ Անկեղծ չեմ տեսել։ Գնա էլի ախպուր պես գնա։ Մենք շարունակենք մեր Բեթմենյան ոդիսականը։ Այստեղ որևէ այտենց բոցային երևույթներ չեն եղել են միայն խաղաղ ընտրություններ։ Արտառոց ինչ որ մարդիկ չեն եղել։ Արտառոց մարդիկ չեն եղել եւ արտառոց դեպքեր չեն գրանցվել։ Իսկ սևազգեստները Սևազգեստներ նույնպես։ Սևազգեստ մարդիկ են հայտնվում։ Նմանապես մենք չենք Փորձում են նկատել։ ուղղորդել Չենք նկատել նման մարդիկ։ դիմակավոր ինչ որ տենց։ Դիմակավոր մարդիկ չեն եղել։ Չեն եղել։ Ոչ։ Տեսնում եք։ Ոչ մի խախտում։ Կա։ Կա։ Հա։ Բեթմենի շորերով մեկ եկել է խախտումներ անում։ Չի գրանցվել։ Իմ մասին։ Հա, դեռ չի գրանցվել։ Շատ կներեք, ես հենց հիմա գնում եմ որ գրանցվեն։ Խնդրեմ։ Իմ բոլոր փաստաթղթերը ուրա քարտուղարը։ Հաջողի անդամ։ Որ կուսակցությունից։ Հայեղափոխական դաշնակցությունից։ Ես ստենցել զգացի։ Դուք ուրեմն իրոք դուք հիմա անդիմադիր եք թե Դիմադիր ենք։ Բարի հաջող ընթանում է, այսինքն ոչինչ։ Ոչ մի խախտումներ չի գրանցվել մեզ մոտ։ Շատ լավ, իսկ ինչ որ սյուր դեպքեր, Չի գրանցվել ոչ։ սիրային պատահարներ։ Սիրային պատահարներ չի լինում ընտրատեղամասում։ Այստեղ գալիս են միայն ընտրություն անելու համար եւ քվեարկելու։ Հաստատ սիրային պատահարների ոչ կարիքն է լինում, ոչ էլ պետքա որ այդպիսի բաներ լինի այստեղ։ Սուպերմեն ջան, ձեր մոտ ոնց է վիճակը։ Դու Սյունիքում էիր։ Լսի դե արագ թռի տավուշ։ Ակվամենենք ընդեղ են էլի։ Սևանից գալիս է։ Լավ, դե ես կենտրոնում։ Կոորդինացնել աշխատանքները։ Բայց գումես մեր ժողովրդին հանգիստ է վերաբերվում, որ կարող է ընտրատեղամաս մտնի Բեթմենը։ Այս ժողովուրդը նենց падգամավորները ամեն օր տեսել հերոստացիա, որ какой-нибудь Բեթմենը պետք է իրան զարմացներ։ Դե հա, բայց ոնց եղա, որ ոչ միտեղ չեն ասում տղա ջան, մի դիմակը հանի տեսնենք այդ նկարի վրայի տղան ես թե չէ։ Համարյա ոչ միտեղ։ Միտեղ ասեցին։ Հա, ոչ ճիշտ է, նորեկ։ Ինչպես հիմա պետք է ցույց տա։ Հիմա եկեք այդ խայտարակ տեսա երիզը նայենք։ Բայց զգույշ էլի։ Զգույշ պես նայենք։ Որպեսի համոզվեն։ Ես խնդրում եմ, դու չնկարես այդ բա։ Արեք։ Գիտեք, չէ՞, սա կոմիքսներում տևլյան չի եղել։ Այս մեկն էլ փորձենք։ Նորմալ է։ Մի նկարեք։ Դիմակով չպիտի լինեք ընտրատեղամասում։ Ես իրա առօրյա Համաձայն եմ։ Բայց չէ՞ որ մենք պետք է ահ ու սարսափներ շնչենք հանցագործներին եւ ընտրախախտողներին։ ոչ սպորտային հագուստով, ոչ Բայց ոչ այստեղ։ Ու ոչ մեկի մտքով չեր անցնի, որ հանցագործներին ու ընտրախախտում անողներին ահ ու սարսափներ շնչելը կարող է վիճելի թեմա դառնա։ Բայց դարավ։ Փիլիսոփայական բախում տեղի ունեցավ Բեթմենի եւ կուսակցությունից մեկի ներկայացուցիչի միջև։ Չես ասում, որ կուսակցություն։ Թող անակնկալ լինի։ Բայց լավ չի, որ մութ ուժերը վախենան, որ չար մարդիկ ինձ տեսնեն ու վախենան։ Չար մարդը ձեզ տեսնելով կուրախանա։ Ինչ ձեր կուսակցությունը պայքարում է մութ ուժերի դեմ։ Ինչ ուժերի։ Մութ ուժերի դեմ ձեր կուսակցությունը։ Ոչ։ Դա իմ անձնական հայատնաշեն։ Դուք ներկայացնում եք։ Դուք որ կուսակցությունից եք։ Կարող կթողնես Բեթմենը խոսակ, կկասեք որ կուսակցությունից եք։ Որ ահուսարսափ տարածեք մեր կուսակցության մեջ։ Իսկ ինչու պետք է ընտրատարածքով ահուսարսափ տարածեք եւ ոչ թե սեր եւ Ոչ թե ահուսարսափ։ Ես հիմա բացատրեմ, հա։ Այս կինը ներկայացնում է հայկական վերածնունդը, այո։ Այո։ Ես ոչ թե Ինչպես եք։ ահուսարսափ, այլ վստահություն եմ ներշնչում։ Ես այն հերոսն եմ, որը այս քաղաքը արժանի է, բայց ժամանակը չի դեռ։ Ահուսարսափը երբեք արժանի լինել չի կարող։ Եկեք Սերը դուք ասեցիք եկել եմ ահուսարսափ։
Դուք ասեցիք եկել եմ համուս Սարսափ։ խախտողների եւ Զաչեմ, ինչի Որ իրանք համար։ վախենան։ Սարսափը լավ բան չէ, սերն է լավ բան։ Զիջի, չորց։ Այո, մեր բաժին թուքումուրը ուտելուց հետո որոշեցին գնալ այնտեղ, որտեղ մեզ վստահաբար սիրում են։ Խոսքը իհարկե Գալու Սահակյանի դպրոցի մասին է։ Մեր ալմա մատերը, որտեղ մենք երբեք չենք սովորել։ Գալու Սահակյանի դպրոցն է սա։ Ոչ։ Նու այստեղ տնօրեն էր աշխատել կարծեմ։ Այստեղ աշխատել է Պետրոսյան Օֆելյան։ Այժմ ես փոխանցում եմ խոսափողը Կարլին։ Ես անձամբ Գլխավոր դպրոցագետն է։ սեպտեմբերին եկել եմ այստեղ Գալու Սահակյանի դպրոց, որտեղ նա սովորել է։ Ես տեղյակ չեմ, դա պարտավորել չեմ իմանալու։ Իսկ ինչ որ մեկը ստեղ կա, որ գիտի սա Գալու Սահակյանի դպրոցն է։ Նախքին տնօրենին մոտեցեք։ Օֆելյան։ Ստեղա։ Այո։ Ու այստեղ Կարլը հայտնվեց շատ անհարմար վիճակում, որտեղ ամիսներ առաջ հենց այդ տնօրենի հետ հարցազրույց էր արել։ Իսկ ինչպես հաճախ լինում է Կարլի հարցազրույցներից հետո իրանից այդքան էլ գոհ չեն մնում մասնակիցները։ Բայց ինչի՞ ես տենց ասում։ Կարող է այս մեկն էլ շատ էլ գոհ ա եղել ու մեծ հաճույքով Կարլին կհանդիպեր։ Անելու բաներ դա։ Ես ինչ եմ արել, կներեք։ Որ եկար մի սեպտեմբերի 1-ի այդպես հարցադրումներով բազմաթիվ։ Ինչու չեք դնում Գալու Սահակյանի անունով Դանիել Վարուժանի անվան դպրոցը։ Իրականում արդար հարց է, շատերին ունակի մոտել է նույն հարցը։ Նույն հարցը քեզ մոտել է։ Ես դպրոցի տնօրենը չեմ, ես նախկին եմ։ Ես կարող եմ ձեզ ուղղակի գրկախառնվել, որ մենք բարիշ ենք վերջնական։ Հիմա նորից տանելու եք, որպեսզի Խոստանում եմ ընդհանրապես ոչինչ չենք անի, ուղղակի գրկախառնվենք։ Ինչ չեք անել։ Ոչինչ, խոստանում եմ։ Կարող եմ գրկախառնվել։ Շնորհակալություն։ Ես քավեցի իմ մեղքերը։ Շնորհակալություն։ Ամենահայտնի տեխնացուներից մեկին Ֆիլիպ Արզումանյանն է մեզ հետ։ Ֆիլիպ, իդեպ շատ գեղեցիկ անուն է։ Պատմի ինչ խախտումներ ես նկատել։ Ես դեռ խախտումներ չեմ նկատել, բայց ավոր շատ լսել եմ խախտումների մասին։ Մեծ պատիվ է երևի լինել բոլոր տեխնացուների մեջից ամենասիմպոն։ Ոնց եք ձեզ զգում։ Ես դրա մասին տեղյակ չեմ։ Ես ինտերնետում եմ կարդացել։ Չեմ փորձել, դրա համար չգիտեմ։ Ես չեմ փորձել, դրա համար չեմ կարող ոչ։ Անկամ Բեթմենն է խոստովանում, որ Այո։ Ինձ թվում է շատ լուրջ մրցակցություն է նաև Կարեն Կարապետյանի։ Այո, Կարեն Կարապետյանը կարող միգուցե, հա, ինքը տեխնացուն չի, ուղղակի դեմքն է ՀՀԿ-ի, հա։ Միակ։ Լավ, ուզում ես Կարլ, դու նկարեմ ձեզ, ինձ թվում է դու դեպի դրան։ Ինձ թվում է ես դեպի սելֆի եմ ես։ Ես էլ հրապարակեմ։ Կարլը նկարվում է ամենասիմպո տեխնացուի հետ։ Տղեկ, եթե դեմը պետքա կանգնեք, պետքա երկու ստել սև շոյերով լնեք, սենց չի լինի։ Ապա չգիտեմ, եթե ձայներ են վաճառում կամ ուղղորդում են այս ավտոբուսում, շատ լավ մասկիրովկա են արել, ոնց որ ստեղացի չլնեն։ Տղեկ, եթե ընտրակաշարք եք իրանց բանանում, թույնես հայ հնդիկից չես տարբերի։ Ինչ թվում է, սենց Հա, չհասկացա, քվեարկելու էին եկել, ինձ Հնդկաստանի գրանցումից դուրս են եկել, որ գանում են ռեյտինգային տեխնացուներից։ Չէ, տենց վասկել։ Հետո ասեն որ Դուբայի բնակիչներ էին։ Հետո հետքերը թաքցում են ինչ Դուբայ, հնդիկ։ Ոչ։ Հրաշալի ազնվորություններ էին։ Նրանք խոստացան ներդրումներ անել այստեղ Հայաստանում։ Մի 15 միլիարդի։ Հուսանք։ Մեզ էլ ինչ տակ։ Good Armenia. Nice. We'll see you again. Thank you. Bye-bye. Thank you. Եվ այսպես ավարտվեց մեր բոմբ եմ գտել։ Կարլ, եթե էլի ինչ-որ էշություն ես նկարել կամ բրակ ախորպես։ Չէ, պայթեցնելու է համացանցը։ Կարլ, շատ պատասխանատու բան ես հիմա ասում, Ջոն։ Ամբողջ հեղինակությունն եմ դնում նժարի վրա։ Վերջ տղեր, ես նկարում եմ, տղեր։ Իսկ մա շատ լավ ստացվում։ Երևի ռեկը տված էր, հետո որ սմեթի անջատվեց։ Ոստել։ Մի քիչ ինձ թողնարեք։ Եվ այսպես ընտրությունն ավարտվեց, իսկ դա նշանակում է, որ մենք դիտել ենք ընտրական վիդեոների 483 ժամ տևողությամբ անդադար
Հուզիչ շարան։ Բայց սկսենք հիմնական հիշված բայերից։ Նախ եւ առաջ բոլոր կուսակցությունների ղեկավարները եկան ընտրեցին։ Հա, այս անգամ նոր տեխնիկա կար, նոր տեսախցիկներ, նոր մատնահետքեր, ստուգիչ սարքեր։ Ուղղակի մի անգամ այդ մատնահետքի սարքը չաշխատեց։ Հա, ու անսպասելի, ամենաանսպասելի ընտրողներից մեկի մատի վրա չաշխատեց։ Ճիշտ 11-ին ընտրության եկավ նախագահը, առաջին տիկնոջ ուղեկցությամբ։ Ընտրական ցուցակում Սերժ Սարգսյանը 764-րդն է, Ռիտա Սարգսյանը 763։ Ընտրական նորամուծություններից ամենաերկար կանգառը գրանցման համակարգի մոտ էր։ Սարքը նախագահի մատնահետքը չկարողացավ կարդալ։ Բայց հիմա ինչ պետք է մարդը չընտրի։ Չէ, մի մատը որ չի աշխատում, ինչ են անում, մյուսն են փորձում։ Մյուսը կկարդա, կարդաց չէ, չկարդաց։ Ու դրա մյուսն է չկարդաց, ու դրա մյուսը էլի չկարդաց։ Մի խոսքով վերջացան մատները։ Դե լավա գոնե այդ մի դեպքն էր։ Հա, այդ մի դեպքն էր։ Համարյա։ Մեկ ու կես ժամվա տարբերությամբ նույն տեղամաս մտավ առաջին նախագահն ու հերթ կանգնեց։ Սարքը չճանաչեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մատնահետքը։ Դժվար էր։ Արդյոք նախորոք ստուգել դա։ Ստուգել էին, դարձիպես այդ եվրոպացիներն եկել էին, հատուկ կանգնել, նայել էին ու ստուգել էին։ Միջազգային դիտորդները գնում գալիս, գրացման սարքը կիրառող մասնագետից ճշտում էին։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, գրող ու that's good եղավ։ Լավա գոնե այս երկու դեպքներ։ Գոնե համարյա մենակ այդ երկու դեպքներ։ Համարյա։ Դե օրինակ այս մի դեպքում պետքա ՉՊ-ներ, այդտեղ ուզվում էր, ամենատրամաբանական ՉՊ-ներ։ 6-րդ ընտրատարածքի առաջին տեղամասում տիկնոջ հետ հերթեր կանգնել ազգային ժողովի նախագահը։ Գալու Սահակյանի մատնահետքն էլ սարքի համար ընթեռնելի չէր։ Ինձ թվում է սարքը ուղղակի ուզում էր մաքսիմալ ժամանակ անցկացնել մայստրոյի մատի հետ։ Ես կարող եմ իհարկե սխալվում եմ, բայց դա իմ տեսանկյունն է։ Ամենահավանությամբ ուղղակի այնքան է գործի բերումով զուտ կոճակ սեղմել, որ մի քիչ մաշվել է մատնահետքը լինում է։ Ու վերջ։ Ու հա, մեկ էլ գեներալ Մանվել Գրիգորյանի բութ մատը ոնց որ չէր տեղավորվում էկրանին։ Չէ, դա չէր խնդիրը։ Այդ չէր։ Լսի, իսկ Լոքյանի մատնահետքը ապարատը ճանաչեց։ Ինքը որ եկավ, տեղամասերը արդեն վաղուց փակվել էին։ Հա։ Իսկ քո գիգանտ բութ մատը ճանաչեց։ Հա, մինչև ընտրատեղամաս մտնել արդեն ճանաչել էր մատս։ Սկզբից մատս մտավ 1.5 րոպե հետ ես։ Չէ, մոտեցեք հանձնաժողովի նախագահին լրացուցիչ ցուցակի համար ձեզ կտա, այդպես կտա։ Չհասկացա, լրացուցիչ ցուցակը գրանցված է տեղամասում, բայց չկա, հա, ցուցակում։ Հա, բարո, դե աշխատող պասպորտեր, վիզայով բան դրան բան։ Այն հազար պասպորտերն են, սենի բերին։ Այո, իրականում պետքա ուրիշ անձնագիր բերեր, բայց բերեց այն մեկը, որի մեջ վիզաները շատ էին։ Ինչի։ Դե որտեղ մեջ լիքը վիզա կա ու քվեաթերթիկը հեշտ տան։ Լավ, մի քիչ դրական լիցքերով պարզագրենք, խնդրում եմ։ Ռաֆին, ուրիշ դրական լիցք գիտես։ Չէ։ Հանուն ինչի պարոն Հովանեսյան։ Հանուն մեր հայրենիքի, մեր հերոս տղաների եւ Հայաստանի Հանրապետության բաղբաղորը։ Հանուն ինչի հարցես, թե Յանի ինչի։ Հանունը լավ է, հանուն, հա։ Դրանց կոմունիստները հանուն ինչի քվեարկեցին։ Դե երևի հանուն բարեկեցիկ անցյալի։ Ես քվեարկեցի հանուն Հանրապետության անկախության հանուն ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար։ Իսկ քարոզարշավի ընթացքը ինչպես է գնա։ Հարիտից օգտվելով ես ձեր ներկայացում ուզում եմ շնորհակալություն հայտնել լրատվամիջոցներին, ովքեր անկաշար, անշահախնդիր կատարեցին իրենց աշխատանքը։ Իհարկե, որը նպաստեց քարոզարշավի հաջող անցկացմանը։ Խնդրենք մեծ սիրով էլի համեցեք, պրոլետարական հեղափոխությունը արդեն սկսվել է։ Իսկ անցան կոմունիստները։ Չէ, մի տոկոս էլ չողոքից։ Պաստորեն խոստացած 17 միլիարդը չեն բերելու Հայաստան։ Չէ, մնաց բորտի 17-ը կպահեն իրենց կամ կգնան գոլոբցի եւ բորշ կուտեն։ Իսկ էլի մարդ կա երկրի ապագայի համար քվեարկող։ Ես քվեարկեցի մեր երկրի ապագայի, որ երկիրը շենանա։ Շենանա թե շնանա ասեց։ Ինքը թեմի առաջնորդ է, երևի շենանա։ Պաստորեն շնվի երկրի մի խոսքով։ Ուլա ուրիշ։ Նայ, արդեն 3 վայրկյան է խոսում ու դեռ ոչ մի անգամ Աստծո անունը չի տվել։ Իրոք, իսկ Աստված, ինչպես գիտեք, շատ է սիրում, երբ Ղուկասյանը իր անունը ամեն առիթով տալիս է։ Հрьяաներին Կարմիր ծովը անցկացնելուց հետո իր ամենասիրած բանն է։
լույս տեսնենք ընդհանրապես, հույսերս չկոտրվի, հույս ունենանք առ Աստված եւ ապագայի նկատմամբ։ Հա, ունենանք, բայց այս պայդրությամբ Աստված ձեզ տվեց 27%-ի չափ մոտ։ Իսկ ում կուզենար Ղուկասյանը տեսնել ԱԺ-ում։ Եվ իրոք այն ղեկավարները, որոնք Գերբանի ու Որովայնի համար են աշխատում, դրանք թող հրադեղնեն գնան, այդպես եմ ընդունում ես ընդհանրապես։ Թող բարեպաշտները կան, որ Սուրբ գրքի մեջ, երբ որ աղոթք են անում, ասում է՝ «Տուր մեզ բարեպաշտ թագավոր եւ աստվածասեր իշխաններ»։ Թող Աստված մեզ տա ազգային ժողովի բարեպաշտ, հայրենասեր, սիրտ ու հոգի ունեցող, խիղճ ունեցող պատգամավորներ։ Ցավոք սրտի Աստված որոշեց մերժել Վարդան Ղուկասյանի խոսքը ի խորոց սրտոյի։ Ինչու՞։ Չգիտեմ, գուցե Աստված Ղուկասյանի մասին ինչ-որ բաներ գիտի, որ մենք չգիտենք։ Գուցե։ Լավ, միանգամից ասենք ձայների բաշխմանը, հա։ Անցանք։ ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները։ ԱԺ կանցնի 4 ուժ, ՀՀԿ 49.12%, Ծառուկյան Դաշինք 27.32%, Ելք 7.77%, Հույդա 6.57%։ Անսպասելիորեն ՀՀԿ-ն անցավ առաջ։ Կարծում ես նախընտրական են երգը օգնեց։ Հա, այդ մեկ էլ Հայաստանի Հանրապետության տատիկ պապիկների բանակը։ Ինչ տատիկ պապիկների բանակ։ Այո, Հայաստանում կա ռազմավարական նշանակության տատի պապիների զանգված, որոնք չախում են երիտասարդների քվեն։ Բարեկամը տա։ Արդյունքում ստացվեց։ Ինչ որ ստացվեց։ Ելքը անցավ։ Ելքը Երևանում խզարեց ուղակի։ Իսկ Երևանից դուրս։ Իսկ ինչ եղավ Երևանից դուրս։ Շատ հուզիչ էր, ինչպես նաև այն ինչ եղավ ընտրություններից 2 օր առաջ, երբ ելքի շտաբի վրա հարձակվեցին։ Ընդդիմադիր ելք դաշինքի ներկայացուցիչների հետ 3 կեսգիշերին մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է 1 անձ, հարուցվել է քրեական գործ խուլիգանություն, ծեծկրտուկի ընթացքում ընդդիմադիրներին հաջողվել է առգրավել 7 մարտական փամփուշտներով լիցքավորված զենքը։ Փաշինյանը 3 այն անձամբ ներկայացրեց Մալայցիայի ոստիկանություն։ Ես դժվար եմ կողմնորոշվում ասել սա ինքնաշեն է թե ոչ, բայց մարտական զենք է լիցքավորված փամփուշտներով։ Բայց ինչի տենց հարցակվեցին ու ինչի։ Երևի մտածում են ինչ-որ խելոք, sense գիկ կրծող ինտելիգենտ դեմքեր են ուղղել քասի էլի։ Լավ։ Ուղղակի այդ հարցակվողները, ես ձեզ պարզ ասեմ, գերագնահատել են իրենց ուժերը եւ նրանց թվացել է, թե իրենք գործ ունեն, այսպես ասած, ինտելիգենտ մարդկանց հետ, որոնք իրենք չեն կարող պաշտպանել, նրանք սխալվել են դրանում։ Հա, բայց իրականում հարցակվողները ռաստ եկան խոշոր ելքի։ Լավ, այդ պիստոլետը ինչ են անելու։ Քով ափսոս ես եթերում եմ, թե չկասեի զենքը ինչ ենք անելու մենք եւ ոնց ենք կիրառելու եւ համապատասխան իհարկե ոչ մարտական նպատակներով կարծում եմ բոլորդ իմ ակնարկը հասկացան։ Հասկացանք Նիկոլ ջան, զենքը կմցնեք հարցակվողի չի կարելի տենց գրեհիկ։ Զենքը ուզեցան մցնել հարցակվողի ելքից։ Այ իրոք շատ ավելի պոլիտկորեկտ ստացվեց։ Բայց վերադառնանք ընտրության օրը, համացանցը ցնցած համար 1 միջադեպը։ Ազատության լրագրողը մտավ ՀԿ-ի շտաբերից մեկը, որտեղ կասկածելի իրանցում էր։ Հա, իսկ այն ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Պուրակնի։ Աներեկում մոտ եք եթում։ Ախպերս կային։ Շտապ չի։ Շտապը մի վար Դեմս բաց։ Ինչ ես անում։ Դե լրատվամիջոցում դեմս բաց շտաբի նկարը խփած։ Ինչ շտաբ այա։ Մի րոպե ցավը տանը, բայց շտաբի նկարը խփած, չէ։ Ես չեմ տեսա դու ովես մի րոպե ախպեր էլի մտի, բայց Ստանդարի կտենա։ Ինչի չեն թողում նկարի։ Որովհետև պարզվեց, որ շտաբում աշխատավարձ էին բաժանում, իսկ այս լրագրողը մտավ եւ սկսեց լոմկել աշխատավարձ բաժանողներին։ Հո բան չեղավ։ Չէ, մի քիչ դեմքին ոնց էր։ Անջատի ասում, ասում եմ Իսկ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։ Այո, այսպես բացեի բաց բռնություն։ Կամ ինչպես դա անվանում են կոնդում, որտեղ դա տեղի ունեցավ սովորական կիրակի օր։ Լավ, հիմա ինչ են ասում աստղերը։ Զոդիակը նկատի ունես, թե դիտորդներին նարեք։ Այ դու ոնց ես կարծում։ Ես կարծում եմ, որ խոսքը Արսենե Խանջյանի, Ատոմ Էգոյանի եւ շատ կուզենայի ասել Սերժ Թանկյանի, բայց իրան դեռ չենք տեսել։ Իսկ Արսենե Ատոմը ահազանգեցին ուղղորդված քվեարկության մասին։ Արսենե Ատոմ։
Արսենի հատում ասացի։ Ինք լրակրողի բաժը ունի, սա ինքը ներս կմտնե դուրս գելը անդադար։ Ներողություն։ Եվ գուղակցի գոր անհատներու հետ, որ կան գոր քվեդալու համար, եւ անդադար այս կորձը գտանի գոր։ Այս էլ դիտորդությունը իսկ կյանքը շարունակվում է։ Հա, խորհրդարանը ագին փոխվեց։ Այն վաղ ՀԿ-ն մեծամասնություն էր, հիմա ՀԿ-ն մեծամասնություն է։ Այն վաղ մեծ ԲՀԿ կար, հիմա մեծ ԲՀԿ կա։ Ու դե դաշնակցություն կար այն ժամանակ, հիմա էլ կա։ Ու մի քիչ դիվացիա կա, հիմա էլ կա։ Լրիվ նոր Հայաստան մտանք։ Այո, աննախադեպ ազգային ժողով։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Իսկ այժմ դիտեք այսօրվա վիդեոբոցը եւ փորձեք չարտասվել։ Դժվար է շատ։ Ես ուզում եմ պնդել եւ ինձ թվում է մի քանի օր հետո բոլորդ կհամոզվեք, որ հայկական վերածնունդը կլինի առաջի երեակում խորհրդարան մտնող քաղաքական ուժի։ Տեղեր կլինեն, որտեղ մենք կգրավենք առաջի տեղը, տեղեր կլինեն, որտեղ մենք գրավենք երկրորդ տեղը, տեղեր կլինեն, որտեղ մենք գրավենք երրորդ տեղը։ Ես 20-ամյա քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական գործիչ եմ եւ եթե ինձ թույլ եմ տալիս նման ուրեմն եզրահանգում անելու, ինձ թվում է մի քանի օր հետո մենք դրանում բոլորս կհամոզվենք։ Что мне снег, что мне зной, что мне дождик проливной, когда ой мой Бэтмен со мной. Хапец глюха մեր оператора. Where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Hi, we're Arm Comedy, and you are the potential viewers of our shows in Boston, LA, and San Francisco Bay Area. Now, we don't have your specific information, but what we do have is a very particular set of skills. Skills that will let us track you down, find you, and entertain you. So here's our friendly advice to you. Kidnap those tickets now! Վերջ, ունես? Դե լավ։ Արա շատ լավն է, ինչքան ես տվել։ Արա գազան։ Ոնց տվել կոնն է։ Կոնը չի։ Իմը հեծանիվն է այնտեղի։ Ես ոտով եմ եկել։ Հա։ Բոն չորից։